Որոշել եք ձեր արձակուրդները որտեղ եք անցկացնել։ Երևանում ամենալավ ուրախ տեղն է հակառակ է էլի։ Լափելու տեղն է, ստե թող լափեն, չէ, այստեղ աղջիկյան։ Փաշինյանը խորհուրդ է տալիս արձակուրդները Երևանում անցկացնել։ Թող գնա իր ընտանիքում էլ ասելու բան չկա դրա մասին։ Բայց ամեն դեպքում Երևանը լավ վայր է արձակուրդներն անցկացնել։ Որպես Հայաստան, որպես իմ սիրելի հայերը, Հայաստանը լավ տեղ է, բայց մեր վիճակը այդքան լավ չի, ժողովրդի վիճակը։ Ինչով է դա կանոնավորված։ Եթե ընտանիքի հայրը խմող է, ծխող է, ամեն ինչ է, այդ երկրի վիճակը ոնց պետք է օրինակ է համար էլի, հասկացար, չէ։ Արդեն հանգստացել եմ, նոր եմ եկել Եգիպտոսից։ Իսկ Երևանը դիտարկում եք որպես հանգստի ուղղություն։ Երևանը դե կարելի է, տարի է լինում, որ Երևանում ենք հանգստանում, շատ ավելի հարմարավետ է։ Փաշինյանը ասում են այստեղ լավ սրճարաններ կան, Սրճարանները չէ, անցյալ տարի օրինակ ես Երևանում եմ հանգստացել, ոչ միտեղ չեմ գնացել, Լողավազան եմ հաճախել, այդպես օրս ավելի հարմար է անցել։ Մաչելի ուղղություն է Երևանը։ Երևանը դե մի փոքր թանկ է, դրսերում ավելի հարմար է, մի փոքր թանկ է։ Թոշակառում արդեն ինչ արձակուրդ։ Երևանից լավ տեղ կա։ Մաչելի է։ Երևի։ Հայաստանում։ Հայաստանից անուշ երկիր մեկ էլ Հայաստանն է։ Ցանկացած երկիր, ցանկացած տեղ, Հայաստանի ցանկացած տեղ ինձ համար մի հրաշք տեղ է։ Փաշինյանը խորհուրդ է տալիս Երևանում անցկացնել, ասում է այստեղ սրճարաններ կան, տեսարժան վայրեր։ Դե սրճարանները կան, մենք գիտենք, բայց ավելի հեռու ասենք գնանք Սիսիան, Գորիս, Տավուշ, ինչու՞ չէ, նաև Սևան, Վարդենիս, կան հրաշք տեղեր շատ կան Հայաստանում։ Ամեն դեպքում հանգստի համար Երևանը լավ եւ մաչելի ուղղություն է։ Չի ասի մաչելի, բայց էլի կարելի է հանգստանալ։ Տանը Չեք դիտարկում որևէ տեղ գնալ հանգստանալ։ դժվար հնարավորություն չունեմ այս պահին։ Ես արձակուրդները եթե կարողանամ անցկացնել համապատասխան վճարումների կենսաթոշակի չափով Մալբինյան կղզիներում, որը ռեալ չի, չէ։ Հավանաբար մոտիկ շրջանում լոռ է ավելի շուտ, որտեղ ծննդով ես այնտեղից եմ, հաճախ գնում եմ, մանավանդ որ Զոքանչիս տուն այնտեղ է գտնվում, լոռին իր տեսարժան վայրերով հավանաբար գերազանցվի մնացած բոլոր շրջաններին։ Փաշինյանը խորհուրդ է տալիս Երևանում անցկացնել։ Ես կասեմ, որ շաբաթ, կիրակի, երկուշաբթի 41 աստիճան է լինելու այստեղ, այնպես որ սրճարանները չեն փրկվում։ Ցանկալի է տարին գոնե մի երկու շաբաթում անցկացնել քաղաքից դուրս, օդափոխվելու համար ընդհանրապես։ Մանավանդ որ չուտիկ ունենք թորնիկից, ուզում հետներս վերցնենք, տանենք օդափոխվի։ Բայց ամեն դեպքում Երևանը մաչելի է հանգիստ անցկացնելու համար։ Չի ասի։ Ավելի երևի շատ մաչելի է տուրիստների համար, Ռուսաստանից եկած կամ տարբեր երկրների։ Տեղաբնակների։ Նայեցում, ընտրովի է։ Թոշակառուների համար մաչելի է։ Իմ կարծիքով ոչ, որովհետև կոմունալները արդեն բավարար են, որ չմտածես սրճարաններում ժամանակ անցկացնելու համար։ Չէ դեռ, Բայց գնալու եք հանգստանալու։ երևի։ Չգիտեմ որտեղ եմ գնալու, բայց երևի ոչ Հայաստանում։ Փաշինյանը խորհուրդ է տալիս Երևանում անցկացնել։ Այս շոկերին շնորհակալություն պետք։ Սրճարաններ կան, տեսարժան վայրեր։ Երևանում տեսարժան վայրեր, թե Հայաստանում նկատի ունեմ։ Չէ, Երևանում շատ շոկ է ու հանգիստ չկա։ Աղմուկը էս օդիկը, աղտոտությունը այդ հանգիստ չի։ Բայց Երևանը թանկ է։ Թանկը, բայց իրանց համար չգիտեմ, զբոսաշրջիկի համար կարող է վեժանալ։